Իսրայելի քարտեզներ դիտարկեմ, բարձրացող հանգույցը ցուլի կենդանակերպում է, իջնող հանգույցը կարիճում, որ այ պետությունը պիտի ստեղծի իր ռեսուրսները, հա, բայց իջնող հանգույցը կարիճում չպիտի յուրացնի։ Նրան պետք չեն ուրիշի գումարներ, բայց տեսնում եք, որ այդ ամենը անում է հրաշալի, ժողովուրդը ապրում են ընտի լուսինը առոցի կենդանակերպում, բացառիկ հրաշալի դիրքավորումներ, բայց քարտեզը նենց են կառուցել, որ այդ ժողովուրդը, այդ պետությունը ունենա հարցակողական մղումներ, որ պարբերաբար զավթողական, ոնց են եղել հին ժամանակներում, չէ, դրանք այդ ցեղեն են, քոչվոր ցեղեն են եղել, որ այդտեղ քոչվոր չեն, բայց իրենք հստակ ծրագիր են դրել, որ իրենք պետք է զավթեն ուրիշի ռեսուրսները, իսկ Ադրբեջան եւ Իսրայել այդ հարաբերությունները ուղղակի հրաշալի են։ Իսկ այդ հարաբերությունները ինչպես է ընդունում Իրանը։ Դե ցավոտ է ընդունում Իրանը, բայց Իրանն էլ է ուժեղ։ Իրանի հետ կապված ես այստեղ դիտարկեմ Իրանի ամսի 19-ին իմիջիայլոց Իրանի քարտեզն է բարդ վիճակում գտնվում հիմա։ Հա։ Հունիսի 19-ին եւ մենք ժամկետ ունենք, երբ որ Մարսը անցնի, այո, կույսի կենդանակերպ։ Հիմա ես տեսնեմ Իրանում արևը խոյում է գտնվում։ Մարսը ձկներում է գտնվում Իրանի Մարսը ձկներում, երբ որ Մարսը կույսի կենդանակերպից անցնի արդեն կշեռքի կենդանակերպ, իսկ Մարսը ամսի 19-ին մտնում է կույսի կենդանակերպ մինչև սեպտեմբեր։ Այստեղ ես հիմա ձեզ կարող եմ հստակ ժամկետներ ասել։ Ահա, ուրեմն հունիսի 30-ին Իրանը բար դիրքավորումներ է ընդունում, հունիսի 30-ին, եթե մենք դիտարկում ենք Մարսը անցնելու է կույսի կենդանակերպ, այդպես էլ ասում ենք Մարսը կույսի կենդանակերպ հունիսի 17-18-ի մոտակայքում արդենից 16-ից հետո եւ օգոստոսի 6-ին նա անցնելու է կշեռքի կենդանակերպ։ Այլ երկու դեպքում էր, երբ որ Մարսը մուտք գործեց կույս, այդ ժամանակահատվածն է բարդ մոտապես 16-17-ի մոտակայք, 18 մի քանի օրեր էլի, եւ օգոստոսի 6-ի մոտակայքում, երբ Մարսը անցնի կշեռքի կենդանակերպ, բարդ դիրքավորումներ կան, որովհետեւ Մարսը ձկների կենդանակերպ կույսի վերջ։ Այո, բարդ դիրքավորումներ կան, ես այստեղ հնարավոր է ձկները դա լաբորատորիան են, քիմիական պայթյուններ, ինչու եմ միշտ նույն բանը շեշտում, նույն իրադրությունը, որովհետև իրենց քարտեզում այդ դիրքավորումները ակտիվ են, քիմիական լաբորատորիաներն են դրանք, ձկները դա կարող է ջրային ռեսուրսների հետ կապված ինչ-որ հարցեր լինեն, պայթյուններ եմ տեսնում, հնարավոր է աշխատավոր, հնարավոր է ղեկավար անձնակազմից այն Սատուրնը կույսի կենդանակերպում ղեկավար անձնակազմից ինչ-որ բան լինի կամ ինչևէ ինչ-որ մի խնդիր կարող է լինել։